Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, եւ Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա։ Ուխտի պատգամաբերը, որին դուք հավատում եք, ահա գալիս է, ասում է Զորքերի Տերը։ Ով կարող է տոկալ նրա գալու օրվան եւ նրա երևալու ժամանակ, ով կարող է կանգուն մնալ, որովհետեւ նա զտողի կրակի պես է եւ լվացարանների օճառի պես, եւ նա նստելու է իբրև արծաթ զտող եւ մաքրող, եւ մաքրելու է Ղևի որդիներին, եւ նրանց զտելու է ոսկու եւ արծաթի պես, եւ նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն, եւ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի եւ Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին եւ նախկին տարիներին, եւ ձեզ մոտ կգամ դատաստանի համար, եւ արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երթում անողների դեմ, նաեւ վարձկանի վարձը պահողների, այրուն եւ որփին զրկողների եւ օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն, ասում է Զորքերի Տերը, որովհետեւ ես եմ Տերը, չեմ փոխվել եւ դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։ Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից եւ դրանք չեք պահել։ Ետ դարձեք դեպի ինձ եւ ես էլ դեպի ձեզ կդառնամ, ասում է Զորքերի Տերը։ Բայց դուք ասում եք. ինչպես ետ դառնանք, միթե մարդ Աստծուն կկողոպտի, սակայն դուք ինձ կողոպտում եք։ Դուք ասում եք. քեզանից ինչ ենք կողոպտում, տասանորդի եւ բարձացման ընծայի մեջ, դուք անեծքով անիծված եք, որովհետեւ ազգովին կողոպտեցիք ինձ, ամբողջ տասանորդը գանձատուն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, եւ սրանով ինձ փորձեք, ասում է Զորքերի Տերը, թե արդյոք ձեզ համար չեմ բացելու երկնքի պատուհանները եւ օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի, եւ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, եւ այգում որդատունկը քեզ համար անպտուղ չլինի, ասում է Զորքերի Տերը, եւ բոլոր ազգերը ձեզ երանի պիտի տան, որովհետեւ դուք ցանկալի երկիր եք լինելու, ասում է Զորքերի Տերը։ Ձեր խոսքերը իմ դեմ ծանր են ինձ համար, ասում է Տերը, բայց դուք ասում եք. մենք ինչ ենք խոսում քո դեմ։ Դուք ասում եք. զուր է Աստծուն ծառայելը, եւ ինչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները եւ սքով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով, եւ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին եւ բարգավաճում են անօրենություն անողները, մինչեւ անգամ Աստծուն են փորձում եւ ազատվում։ Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները, Տերն ականջ դրեց ու լսեց, եւ նրա առջև հրեշտակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար եւ նրա անվան մասին մտածողների համար, եւ նրանք իմը կլինեն, ասում է Զորքերի Տերը։ Այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը, ես կխնայեմ նրանց, ինչպես մարդը իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք եւ կզատորոշեք արդարին եւ ամբարիշտին, Աստծուն ծառայողին եւ չծառայողին։